Անհարի որդվոյի ոգմին սրպո ամեն այրմեր որերգենս ես սուրպ եղեցի հանունքո եղեցի արկայությունքո եղեցին գամքո որպես երգենս եվերգրի ըսհաց մերանը բազորդ դուր մեզ այսօր և տող մեզ բարդիս մեր որպես եմեկ տող մրոց բարդաբանած և մի դանիր զմեզի փորձություն ալպրկյազ մեր չարե զիքոյ արկայություն եզորություն և պարկավիտ յանս ամեն Ողջույն քեզ Մարիամ, լիշնորոք դերն քեզ, օրտնյալ ես դու կանայս, եւ օրտնյալ է բդու որովայնի քո Հիսուս։ Սրբի Մարիամ, Մայր Աստծո, բարեխոսի ավասը մեր մեղավորացս այժմ եւ ժամու մահվան մերո ամեն։ Բարքոր եւ օրտվո եւ ոգմին սրբո, այժմ շիվեդյան սադենից ամեն։ Տակույ խաղության աղոթյա վասը մեր։ Մայիս 24-ին տոնեցինք հոգիկալուստը և հոգիկալուստի մասին, որ խոսում ենք, ոչ թե այդ հոգիկալուստը, որ տեղի ունեցավ միայն 2000 տարի առաջ աշակերտներին վրա, այլ հոգիկալուստը, որ եկեղեցու սկիզբն է, այո, եւ նաեւ հոգեկալուստը, որ Սուրբ Հոգին իջնում է շարունակապար եւ մնում է մեզ հետ, մեզանից յուրաքանչյուրը մեր մգրդությամբ մենք ստացանք Սուրբ Հոգին մգրդությամբ եւ անշուշտ թրոշմով եւ այդ ինչ որ ստացանք երբ որ մտածում ենք որպես ինչ մտածում ենք որ մեր մեղքերը չնչվեցին մեր սկզբնական մեղքը չնչվեց մենք եղանք զավակները Աստծուն մենք Աստծո ընտանիքի անդամներն ենք եւ նաեւ հասկանում ենք եւ ընդունում ենք որ մենք մեր մգրդությամբ մենք Հիսուսի մարմնի անդամներ եղանք ասենք ամեն մեկը որ առնենք եւ սկսենք ծայր մտածել պիտեսնենք որ հոն շատ ավելի կա քան ինչ որ մենք երբ որ ասում եւ անցնում ենք մերը չպիտի լինի անցնել այլ ամեն ինչի մասին երկար շատ երկար մտածել եւ ոչ մեկ անգամ ոչ 100 անգամ այլ միշտ շարունակապար Ուրեմն, երբ որ կմտածենք, որ մենք մաս ենք կազմում Հիսուսի մարմնույն, սա ինչ նշանակ է։ Նայենք մեր մարմինը։ Մեր մարմինի մեջը համագործակցություն կա բոլոր անդամների միջև, բոլոր բջիջների միջև համագործակցություն կա։ Եվ ամեն մի բջիջ տարբեր է։ Մեր ոսկորների բջիջները, մեր սրտի բջիջները չեն։ Մսի բջիջները ամբողջովին տարբեր են մեր չղերի բջիջներից։ Ամեն բջիջ իր գործը ունի եւ բոլորը պետք է համագործակցեն, որպեսզի մենք շիդակ ձևով առաջ կարողանանք երթալ։ Այսօր նաև մենք հասկանում ենք, որ եթե մենք մարզանք չնենք, եթե մենք որոշ բաներ կան, եթե երկար ժամանակ չուտենք, խնդիրներ ունենանք։ Եվ որոշ տարիքեն հետո նորեն տարբեր ձևով է, որ այդ ամենը պիտի ուսումնասիրենք։ Ասենք ամենը ոչ թե մտային մի բան, այդ իրականություն է։ Եվ այդ իրականությունը ինչ է։ Այդ իրականությունը այն է, որ այս մարմինը միևնույն ժամանակ
Քրիստոսի հարսն է, Քրիստոսի եկեղեցին է, եւ բոլորս միասին նաեւ մենք դաջարն ենք։ Դաջարը, որ ասում է պարապանե, եւ մեր ամենամեծ եւ ամենակարևոր գործողությունը այդ աստծո պարապանությունն է։ Եվ ինչ որ մենք հիմա մեր բادرակները, մեր ցավերը, այդ ամենը ինչ որ մենք ապրում ենք, այդ ամենը վերջավորության պիտի լինի այդ մեծ բادرակը, որը Հիսուսի իր հոր ներկայացուցած այդ հավերժական եւ հավիտենական պաշտամունքը։ Ասենք էջեր կրեմ, չեմ գնալ ամբողջությամբ բացատրել, ժամերով խոսիմ, էլի բավարար չէ։ Կարևորը պետք է մտածենք եւ յուրացնենք այս ամենը։ Պիտի աշխատենք հասկանալ, որ այսօր եկեղեցու մեջը Սուրբ Հոգին աշխատում է ամեն դարբեր ձևով եւ մեզանից յուրաքանչյուրի դվել է անպայման դարբեր հնարավորություններ, դարբեր հմտություններ, որ մենք պետք է կործածենք այդ ամենը Քրիստոսի մարմնի համար, Քրիստոսի եկեղեցու համար, որպես Քրիստոսի հարսը։ Ինչ կարծիք է, երբ որ այս ամենը կարողանանք մտածել եւ աղոթել, որ մենք կարողանանք մենք ասելով ոչ թե ես, ոչ թե միայն ես, միայն թուն, այլ բոլոր աշխարհը, բոլորս միասին կարողանանք Աստծո նվիրել այդ ամենաքեղեցիկը, ինչ որ Աստված հավիտենականությունից որոշած է, որ ինչ պետք է որ թուն անես, ինչ պետք է որ ես անեմ, եւ ոչ մեկը ամբողջ պատմության մեջ չի կարող անել այդ ինչ որ Աստված ինձանից, քեզանից, մեզանից յուրաքանչյուրից սպասում է։ Չստիպում, հրավիրում է մեզ։ Այսօր ինչպես մի աշակերտ դասարանին մեջը կարևոր գսկա, երբ որ ուսուցիչը ուսուցչուհին իր մի բան խնդրե եւ իրեն մի կորց տա։ Եվ այսօր նաեւ կառավարության մեջ երբ որ նախագահը կամ վարչապետը կամ թագավորը կամ ով որ է, երբ որ ով է մեկի մի բաշտոն է տալիս, այդ անձը կարևոր գսկա։ Չխոսենք այդ ամեն սխալ բաների մասին, որ այդ մարդիկ որքան այդ ամենը գործածեն իրենց անձնական շահերի համար, ինչ գիտեմ, իշխանոց ամենը մեգոմ տնենք եւ մտածենք միայն մաքուր ցևով։ Եվ մտածենք, որ ինչ որ Հիսուս սովորեցնում է, այն է, որ ամենակարևոր գեդը, ամենակարևոր իշխանությունը, այսինքն այդ ինչ որ մեզ հանձնված է որպես բարդականություն, ամենակարևորը այն է, որ մենք հասկանանք, դա պիտի անենք որպես ծառայություն։ Եվ Հիսուս իր ծառայությամբ է, որ մեզ սովորեցրեց եւ շարունակում է սովորեցնել այս մեծ ճշմարտությունը, որ ծառայությունը ամենակարևոր գեդն է։
Ուրեմն, այսքանով կոհանամ խոսել հոգեկալուստի Պենտեկոստեի մասին։ Եվ ընկե հետո, մի շաբաթ հետո, մենք տոնեցինք Սուրբ Երրորդությունը։ Եվ անշուշտ Սուրբ Երրորդության մասին մի քիչ բացատրություն տվի, եւ մնացած բացատրությունը Սուրբ Երրորդության մասին նորեն մտածելով է, որ մենք պիտի յուրացնենք այդ ամենը եւ աշխատենք անձնական հարաբերություն ստեղծել Սուրբ Երրորդյան ամեն մի անձի հետ։ Սա եւս կարևոր է։ Անգե հետո եկեղեցին անցյալ շաբաթ մեզ դվեց, բայց հայկական եկեղեցու մեջ մենք կարևորություն չդվինք, այլ լատինական եկեղեցու մեջ հինգշաբթի օրը Հիսուսի մարմնի եւ արյան դոնն էր։ Շատ երկրների մեջ այդ դոնը հինգշաբթի օրը դոնվեց, եւ բայց ավելի մեծ քանակով երկրների մեջ հինգշաբթի դոնելու փոխարեն դոնեցին Կիրակի օրը։ Մեզի համար պետք է շատ ընդունելի լինի, որ եկեղեցին շաբթվա մեջ դոնելու փոխարեն դոնում է Կիրակի օրը, որովհետև մեր եկեղեցին մեջ մենք աստվածամոր վերափոխումը, որ պետք է որ լինի օգոստոս 15-ին, մենք կանենք դա ամենամոտ Կիրակին, Սուրբ Խաչը, սեպտեմբեր 14-ին է փունդոնը, իսկ մենք հայերս կդոնենք 14-ի ամենամոտ Կիրակին։ Ուրեմն հիմա նույն ձևով լատինները իրենք էլ սկսում են այս ձևով մտածել։ Ուրեմն, երբ որ մտածում ենք Հիսուսի մարմինը եւ արյունը, մի դոն, որ պետք է իրապես մեծ ձևով դոնեինք ավակ հինգշաբթի օրը, բայց որովհետև մենք այդ ժամանակ ավելի կենտրոնացած էինք Հիսուսի ճարճարանքի մահվան տոնակատարությամբ, հիշողությամբ, բասիկ քանի շաբաթ հետո հինգշաբթի օրը։ Եվ հինգշաբթի օրն էր, որ Սպանիա մեջը չափազանց, ասին, ինտերնետի վրա որոշ պատկերներ կային իրապես գզմայլից տեսնելով։ Հարյուրավոր հազար վարդեր, ծաղիկներ, քեդիներ, երբ որ ջաջանչով անցնում է Սուրբ հաղորդությունը։ Նաև Լեհաստանի մեջ հինգշաբթի օրն էր եւ Լեհաստանի մեջ սովետական ամենադժվար տարիներին էլի այդ հինգշաբթի օրը Սուրբ հաղորդության տոնակատարությունը չափազանց կարևոր էր, չափազանց մեծ բան է։ Ուրեմն տոնակատարությունը հիմա մենք դիտենք, մտածենք մի քիչ թե ինչ է, ինչի մասին է այս ամենը։ Կուզենք հարկանք ցույց տալ Հիսուսի մարմնին, Հիսուսի արյանը, կուզենք շնորհակալություն հայտնել Հիսուսի մարմնին, Հիսուսի արյանը, որ Հիսուս տվեց իր կյանքը եւ ինչպես վերջին ասես ոչ ոք չի նայում կյանքս ինձ մի առնել, ես եմ որ կդամ իդ կառնեմ։ Ավազիկ ինքը տվեց իր մարմինը, տվեց իր արյունը, ինքը եղավ այդ գարը, որ զոհվեց մեր բրգության համար։ Մի բան, այս ամենը երբ որ մտածում ենք, կարևոր մի կետ կա, որ չենք մտածում դրա մասին։
Եթե իսկապես հասկանալու լինենք, մեր ամբողջ կյանքը կփոխվի։ Ինչն է ամենակարևոր կետը։ Ինչու Հիսուս տալիս է իր մարմինը եւ իր արյունը մեզ։ Անոր պատասխանը վերջին ընտրիկի ժամանակ չէ, որ մենք գտնում ենք։ Մենք գտնում ենք անոր պատասխանը Հովհաննեսի ավետարանի 6-րդ գլխի մեջ։ Եվ ինչ է որ Հիսուս ասում է 6-րդ գլուխը։ Ասում եթե չուդեք իմ մարմինը եւ չխմեք իմ արյունը, կյանք չեք ունենա։ Եվ երբ որ գնայինք եկեղեցու սորվեց զազը, եկեղեցուն նաեւ ասում է, որ որպես քրիստոնյա բարտավոր ենք առնվազն դարին մեկ անգամ զատկվա շրջանին անպայման Սուրբ Հաղորդությունը ընդունենք։ Եվ անշուշտ Սուրբ Հաղորդությունը ընդունելու համար նաև պետք ունենք խոստովանանք։ Ինչ կնշանակե տարին մեկ անգամ։ Մյուս կամեն Հիսուս ասում է, եթե շուտես իմ մարմինս եւ չխմես իմ արյունս, կյանք չես ունենա։ Մենք լուրջորեն երբեք չենք մտածում այս խոսքերի վրա։ Հիսուս չի ասում, որ օքեյ, ես ձեզ թողնում եմ իմ մարմինը եւ արյունը, երբ որ ցերքեֆը կա, այդ ժամանակ կրնակ ուդել։ Սրա մասին չէ, որ Հիսուս խոսում է։ Հիսուս ասում է, կյանք ուզես։ Եվ նորեն 6-րդ գլուխը Հովհաննեսի ավետարանին մեզ ուրիշ բան հիշեցնում է։ Հրյա ժողովուրդը, երբ Եգիպտոսից դուրս եկավ, 40 տարի մեծ դժվարություններ ունեին։ Եվ այդ իրենց դժվարություններին մեջը իրենց Աստված թողեց, որ իրենք քաղցած լինեն, սոված լինեն, եւ հետո իրենց տվեց մանանան տվեց երկինքեն իջած հաց, որ իրենց կյանք պիտի դար։ Կրնակ երևակայել ինչ պիտի լիներ իրենց կացությունը, եթե այդ մանանան չունենային։ Եվ մանանան դարի մեկ անգամ չէ, որ իրենք ընդունեցին։ Եվ նույնիսկ չէին կարող միայն ուրբաթ օրն է, որ կարող էին բահել շաբաթօրվա համար, մնացած օրերը շաբթվա չէին կարող բահել երկու օրվա համար։ Ամեն օր պիտի երթային եւ այդ կյանքը պիտի ստանային։ Եվ Հիսուսի տված կյանքը նույնն է։ Ամեն օր պիտի ստանանք։ Փոխականները, անշուշտ, որ չունեն Սուրբ Հաղորդությունը, իրենք խոսում են եւ ասում են, որ այո, մենք ամեն օր անհրաժեշտ է, որ մենք սնվենք Հիսուսի խոսքով։ Սա չափազանց գեղեցիկ մի բան է եւ պետք է, որ մենք բոլորս դա անենք։ Պիտի սնվենք Հիսուսի խոսքով, բայց այդ խոսքով սնվելը բավարար չէ։ Անհրաժեշտություն կա, որ մենք նաև սնվենք իր մարմնով եւ արյունով։ Սա անհրաժեշտություն է, որբեսի մենք ունենանք կյանք։ Բայց հացը որ գուտենք ամեն օր, մեզ կյանք տալիս է, իսկ հոգևոր կյանքը, որ մենք ստանում ենք, եւ յուրացնելով Հիսուսի խոսքերը, եւ մանավանդ Սուրբ Հաղորդության մեջ ուտելով իրեն մարմին եւ խմելով իր արյունը,
Ինչ կյանք ենք ստանում։ Մենք այդ կյանքը ստացանք մեր մգրտության ժամանակ։ Մենք սկսեցինք հավիտենական կյանքը ունենալ մեր մեջը, երբ մենք մգրտվեցինք։ Եվ այդ կյանքը մեր մեջն է, այնքան ժամանակ, որ մենք մահացու մեղք չենք գործում։ Մահացու մեղքեն հետո նորեն պետք է երթանք եւ խոստովանենք մեր մեղքերը եւ ընդունենք Աստծո ներողությունը, ներողամտությունը, որովհետեւ այդ հավիտենական կյանքը մեր մեջ լինի։ Հավիտենական կյանքը այն չի, ինչ մենք պիտի ստանանք մյուս աշխարհի մեջ են։ Ոչ, հավիտենական կյանքը հիմա է, այսօր է, մինչև հիմա է, որ ես ունեմ այդ հավիտենական կյանքը։ Եվ այդ հավիտենական կյանքը պետք է որ սնվի մեր մեջ։ Ինչպես սնվի, դրա մասին մի րոպեից կամ երկու րոպեից շարունակեմ, բայց միշտ այդ հարցում ունեք։ Եվ որ կխոսիմ ես այսպես 20-30 րոպե եւ ավելի զզվելի է, երբ որ հարցում չկա, բամը չկա։ Ոստե հիմա միան մեկ երես է որ կտեսնեմ։ Միան Սուզանայի երեսն է որ կտեսնեմ։ Մյուսները պեր կոցեր եք ծեր երեսը, մեկ հատ ևս բացվեց։ Կներեք, հարց կարելի է։ Միշտ Մահացու մեղքը ներվում է։ Մահացու մեղքը, հիշում, որ մահացու է, ներվում է։ Ձեր հարցը հիշեցնում է, ինչ որ գարտում ենք Հովանեսի նամակին մեջը, որ Հովանես ասում է, որ ինքը կացարերում է, որ աղոտենք մարդկանց, որ մեղք ունին, բայց ասում է, որ մահացու մեղքի համար չաղոտել։ Սա որբեսի շիրակ հասկանանք, պետք է նայենք եկեցին ինչպես մեկնաբանում է մեղքը եւ եկեցին ասում է թե ինչ կնշանակի մահացու մեղք եւ Հիսուս եւ Նոր Գդակարանը մեզ բացատրում են, որ հոն մեղքերը այո երկու աստիճանի են։ Մեկը այդ աստիճանի այն է, որ երբ այդ մեղքը գործում ես, քու հարաբերությունը Աստծո հետ մահանում է։ Մահացու մեղքը սա է, որ մենք կորսնցնում ենք այդ շնորհքի վիճակը, որը մեջը մգրտյալը գտնվում է եւ ուրեմն երբ ինքը ծանր մեղք գործում է, կորսնցնում է այդ հավիտենական կյանքը, որ կա իր մեջ։ Ուրեմն նաև ունենք ուրիշ մեղք, որը մենք ասում ենք, որ ոչ ծանր մեղք,
Այդ ոչ ցաներ մեղքը, այդ թեթև մեղքերն է, որ մենք կործում ենք եւ այդ մեղքը կործելով մենք վշտացնում ենք Աստծուն, բայց մեր հարաբերությունը չի գոդրվում եւ շնորհքի վիճակը մեր մեջը մնում է։ Ուրեմն մահացուն այն է, որ մեր մեջը մահանում է հավիտենական կյանքը։ Սա եթե մարդկայնորեն մենք մեր 4 կողմը նայենք եւ մենք մեզ հարց տանք մեր հարաբերությունների մեջը, կան անցիկ, որ մեզ նեղացնում են եւ մեզանից յուրաքանչյուրը ունի իր կարմիր քիծը, որ երբ որ դիմացինը այդ կարմիր քիծը անցնի, մեր հարաբերությունը կգոդրվի այդանցի հետ։ Կընդունես այդպիսի բացատրություն կամ ոչ։ Սուզանա, կընդունես այդ որ Իհարկե։ Okay. Կա, բայց փորձում ենք ներել։ Մենք փորձում ենք ներել, չգիտենք Աստված ներում է թե չէ։ Բայց դες կարմիր քիծը որ կա, եթե մեկը անցնում է այդ կարմիր քիծը, քանի ապա մարդիկ չես դառնում։ Աններելի է դառնում։ Բայց եւ ամես Աստված կուզե որ մենք աշխարհին ներել ուրիշներին։ Եվ Աստված չի գտնար քեզ ինձ բանջե որ ես ներեմ, եթե ինքը պատրաստ չէ ներելու։ Հիսուս բամը չսովորեցրեց, որ ինքը չարեց։ Խաչին վրա, երբ որ Հիսուս ասեց հայր ներիր, որտեվ չգիտեն ինչ են անում, սա ամենամեծ տասն է, որ նա մեզ տալիս է, որ նշանակի, որ ինքը իրեն սպանողներին ներում է։ Նույն ձևով Աստված միշտ պատրաստ է, միշտ գները, նույնիսկ երբ որ կարդում ենք Հիսուս որ ասում է, եթե մեկը Սուրբ Հոգու դեմ մեղանչե, ներում չի գա ոչ աշխարհիս վրա, ոչ էլ հավիտենականության մեջ։ Բայց անիալ նորեն երկար բացատրության կարիք ունի, որ այսօր օրը չէ։ Ուրիշ հարց ունեք։ Ես հարց ունեմ։ Տեսեք, մարդը մեղք կարող է գործել հասկանալով եւ չհասկանալով։ Իմացյալ ու չիմացյալ մեղքեր կան։ Ըստ Աստծո ներման, դրանց մեջ տարբերություն դնում է։ Օրինակ, մի քիչ մանրացնեմ։ Հոգևորականը ամեն ինչ գիտի որն է մեղք, որը չէ։ Հասարակ պարզ մարդը մի բան է անում, բայց չգիտի, որ դա մեղք է գործում։ Ում ինչպես է ներվում։ Ես կարծում եմ ում ավելի շատ է տրված, ավելի շատ է պահանջվում։ Սա Հիսուսի խոսքերն է։ Որ ավելի շատ պիտի պահանջվի։ Հա, ի նկատի ունեմ, որ հասկանալով անողից ավելի շատ կպահանջվի, քան Գիտեք, որքան որ ես խոսում եմ եւ այս ամենը ուսումնասիրել եմ եւ դարիների ընթացքում նույնիսկ գիտեք այդ տեղին քրիստոնեականի գիրքը որ կա անոր վրա ես 2000 ժամեն ավելի աշխատել եմ ծայր ուսումնասիրել եմ
Թարգմանության համար։ Ուրեմն, հարց եւ այնպես, ես կսիրեմ ուրիշ աստվածաբանների, ուրիշ քահանաների, սրբազանների քարոզները ես միշտ կլսեմ YouTube-ով։ Ուրեմն, Ես էլ եմ լսում։ Ես էլ միշտ լսում եմ։ մի քանի օր առաջ մի աստվածաբան բացատրում էր նորեն մի բան, որ շատ բարձ է մեղքի մասին եւ ասում էր, որ ինչ որ միշտ սովորեցրել եմ ասկի առաջ եւ շատ մարդիկ դժվարություն ունեն ընդունել այս, որբեսի մահացու մեղք լինի, երեք պայմաններ կան եւ եթե երեքը միասին ներկա չեն, մահացու չէ այդ մեղքը։ Ուրեմն ամենաառաջ այն է, որ պետք է այդ ինչ որ մեղք գործում ես, սա ծանր լինի։ Այսինքն, եթե մեկը թեթև սուդեր խոսել է, սա չի գնար մահացու մեղք լինի։ Սուդը կարող է մահացու մեղք լինի, երբ որ մեկը Սուրբ Գիրքի վրա երդում անելով, այդպիսի մի սուդ ասում է, որ ուրիշին կյանքը վտանգի մեջ է դնում, կամ ուրիշը պանդարգում է, կամ ուրիշը մահապատիժ է ստանում։ Այդ ժամանակ ծանր եղավ։ Երկրորդը պետք է գիտակցությամբ լինի։ Եթե գիտե, որ սա մեղք է, անշուշտ սա մահացու մեղք կարող է լինի, եթե ծանր է։ Բայց եթե չի գիտեր, ուրեմն մահացու մեղք չէ։ Կարող է նաև ծանր լինի, բայց մահացու մեղք չէ։ Իսկ երրորդը ազատությամբ պիտի անի։ Եվ բացատրել գիտնալը եւ ազատությունը ասենք բավականին երկար բացատրությունների կարիք ունեն։ Ուրեմն այս աստվածապանը, որ ինքը անձնավորություն է եւ համալսարանի մեջ սորվեցնում է եւ ինքը կսե երբ որ նոր սկսած է սովորեցնել, իրենց բացատրեցի, որ գիրակի օրը բادرակի չերտալը, գիրակի օրը սուպ չբահելը ծանր մեղք է, մահացու մեղք է։ Սե երդասարտներեն մեկ համալսարանական են ասում, երդասարտները մեկ է ցերկը բարձրացուց եւ ասես որ բարոն, ինչու մեզի ասեցիր, չենք գիտեր եւ ծանր մեղք չէր մեզի համար։ Հիմա ստիպված ենք։ Ճիշտ ասել։ Ինչու ասեցիր։ Ուրեմն այս երեք կետերը կարևոր են, հա։ Ծանր պիտի լինի, հա, մարդասպանությունը, վիժումը, բանահարսական վիժումը, շնությունը, մարդասպանությունը ընդհանրապես, եւ նաեւ գիրակի օրերը սուրբ չբահելը, ասենք ամենը ծանր մեղքեր են, բայց բավարար չէ, որ ծանր են, պետք է հոն լինի գիտակցություն եւ հոս կարևոր մի կետ է, որ պիտի ցանկանայի ուրիշ անգամ շատ երկար խոսել, բայց հիմա նաեւ ուզեմ ցեզ ասել կարևոր մի կետ այս բանի մասին, ինչու բացատրել, եթե մարդկանց թողնենք, որ իրենց գիտածով ապրեն, ինչու իրենց սորվեցնենք կարգուն բաներ եւ գիտենք, որ պիտի չնեն եւ մեղք պիտի չլիներ, եթե չգիտենային։ Անոր պատասխանը
կրնակ դուք մտածել եւ լսում եմ դե իմացությունն էլ չէ խոսքը Հիսուսը Աստծո խոսքն է իմաստությունն է չէ այսպես երկրորդ անձը Աստվածային երկրորդ անձը որ նշանակում է խոսք լոգոս նաև իմացություն է իմանալ ու ճանաչել գիտելիք ունենալ հասկանալ կրոն նշանակում է մի անգամ եւս սիրել ու ճանաչել Աստծուն չգիտեմ ես այդպես մտածեցի շատ բարի հիմա երբ որ մենք մտածում ենք առնենք 10 պատվիրանները երբ որ մտածում ենք 10 պատվիրանների մասին մենք նայում ենք այդ պատվիրաններին որպես խոչընդոտներ որպես բաներ որ մեր կյանքը դժվարացնում են ընդհանրապես այդ ձևով է որ մենք նայում ենք բայց երբ որ կարդում ենք երկրորդ օրինաց գիրքը եւ Մովսես այս ամենը նորեն բացատրում է որովհետեւ երկրի մեջը 10 պատվիրանները դալիս է ասողոմեն բայց երկրորդ օրենքի գիրքի մեջը նորեն խոսում է այդ ամենի մասին եւ իրենց ասում են տեսեք ես ծեր արջևը տունում եմ երկու ճանապարհ մեկը կյանքի ճանապարհ է որ հետևել պատվիրաններին եւ մյուսը մահվան ճանապարհ է նեղ ու լայն ճանապարհները չէ նեղ ճանապարհը այն ճանապարհն է որ պիտի այդ նեղը լայնը Հիսուս է որ բերավ Մովսես խոսում է կյանքի ճանապարհ եւ մահվան ճանապարհ ուրեմն Մովսես ասում է չի ասում որ ընդրեք ասում է որ կյանքի ճանապարհը բռնեք իրենց երկընտրանք չի տալիս որովհետև ով գուզե մահը ոչ մեկը մահվան մասին չէ որ գուզե մտածել այլ կմտածենք կյանքի մասին ուրեմն մենք կուզենք սովորեցնել բայց մենք պետք է հասկանանք որ այդ ինչ որ Աստված մեզ դալիս է պատվիրանների մեջը կյանքի ճանապարհ է եւ մենք չենք ուզել որ ուրիշները սխալ ճանապարհ շարունակեն այսօր երբ նաեւ կերտանք եթեմական բարձը Ադամ եւ Եվան իրենք գտնվում են մեր բարձի մեջ ամեն տեսակ ծառեր կար բայց այնտեղ երկու կարևոր ծառ կար մեկը գիտության ծառն էր իսկ մյուսը կյանքի ծառն էր եւ մենք մտածում ենք միայն գիտության ծառի մասին չենք մտածում կյանքի ծառի մասին կյանքի ծառը վերջի վերջո Հիսուս ինքն է որ մեզ տալիս է իր մարմինը եւ արյունը որպես մեր կյանք տա մյուսը այդ ամեն սխալներն են որ մեզ հեռացնում են կյանքից մեզ հեռացնում են Աստծուց իսկ կյանքի ծառը մեզ տալիս է Աստծո խոսքը Աստծո մարմինն ու արյունը սա է որ այդ կյանքի ծառը մենք այսօր ունենք շնորհիվ Սուրբ Հռչության ուրեմն ամեն վարդապետ ջան հարցերով շեղվեցինք ընդհանուր թեմայից բայց ձեր խոսքը եկավ հասավ Հիսուսի Սուրբ Սրտին շարունակենք այդ հարցը որ չեք տալիս վարդապետ ջան շեղվում ենք այնքան սիրուն այդ ոսկե շղթան կազմեցիք եկաք Սուրբ Սրտի բանին տոնին դերևս չասա է Սուրբ Սրտին որտեղ հիմա ինչ որ ասում եմ այդ կյանքի ծառի մասին կապված է Հիսուսի մարմնույն եւ արյան հետը շնորհակալ որ բաներիր բայց գուզեմ ասել որ
Ես վերադարձա արդեն, երբ սկսա խոսել այդ մասին, որ գուզեի խոսել հարցումը ստանալուց առաջ։ Ուրեմն, երբ որ մենք նայում ենք այդ ծառին, կյանքի ծառը, որ այսօր Սուրբ Հաղորդությունն է, որ Հիսուսի խոսքն է, Հիսուս ինքն է, ուրեմն մենք այդ կյանքի ծառից կարող ենք ամեն տեսակ բդուղներ քաղել եւ մեր բոլոր տկարությունների արմանումը հոն պիտի գտնենք այդ ծառին բդուղը այդ Հիսուսի մարմինը ուրեմն մենք պիտի երթանք եւ հաջող պիտի ցանկանանք լինել Հիսուսի հետ ընդունել Սուրբ Հաղորդությունը միանալ Հիսուսին եւ այդ ինչ որ մենք կմիանանք Հիսուսին Սուրբ Հաղորդության մեջը ուրեմն նա մեզ կդա ինչ որ մենք պետք ունենք ինչպես մանանան դալիս էր եւ մանանան տարբեր համեր էր ունենում եւ կոհացնում էր այդ ժամանակվա մարդը Հիսուսը որ մեր մանանան է Հիսուսը որ ինքը ամբողջությամբ մեզ դալիս է իր ինքնությունը ավասիկ հոն է որ մեր բոլոր հիվանդություններին մեր բոլոր խնդիրներին Թեղորայքը կամ ջարը կստանանք Հիսուսի մարմին միջոցով Հիսուսի մարմինը որ կստանանք մեզ կդա այդ ամենը ինչ որ պետք ունենք որբեսի մենք կարողանանք այդ աստվածային կյանքը որ մենք ստացանք մգրդությամբ այդ կյանքը ավելի զորանա եւ ավելի աճ ունենա մեր մեջ ինչպես որ մեր մարմինները կարիք ունեն աճի նույն ձևով մեր հոգին էլ կարիք ունի այդ աճին եւ այդ աճը պիտի լինի Հիսուսի մարմնի միջոցով Հիսուսի կյանքի միջոցով որովհետեւ ինք ասում է ես եմ կյանքը ես եմ ճանապարհը ես եմ լույսը նորեն եւ որ գմտածենք ճանապարհի մասին լույսի մասին կյանքի մասին այդ ամեն իրար հետ կապված են եւ այդ ամենը մենք ստանում ենք Սուրբ Հաղորդության միջոցով ուրեմն Սուրբ Հաղորդությունը նաեւ հատուկ տեղ պետք է ունենա մեր կյանքի մեջը ոչ միայն բادرակի երթանք եւ ընդունենք Հիսուսին այլ նաեւ Սուրբ Հաղորդության մեջը երգրբակենք Հիսուսին որքան որ մենք կարողանանք ժամանակ գտնել եկեղեցի երթալու եւ եկեղեցու մեջը ուր որ Սուրբ Հաղորդությունը բահված է հոն իսկապես երգրբակելու Հիսուսին սա որքան կարևոր մի բան կլինի մեզ բոլորիս համար եւ սրա մասին շատ սուպեր շատ կանայաբեդներ խոսած են բայց ամենաավելի որ իմ վրաս ազդել է Հովհաննես Պողոս երկրորդի խոսքերն են Սուրբ Հաղորդության մասին ինքը դրա մասին ընդհանուր նամակ ունի բահակին բացատրություններ ունի որ աշխարհը կփոխվի ամեն մի ժողովրդաբեդություն ուր ժողովրդաբեդության անդամները կսկսեն այդ ժողովրդաբեդության մեջը շարունակաբար Սուրբ Հաղորդության երգուբակությունը անեն այդ ժողովրդաբեդությունը ամբողջովին տարբեր կյանք ունենա եւ սա մի բան է որ այսօր ցեզ ասեմ որ աշխարհի մեջը այսօր
հազարեն շատ ավելի եկեղեցիներ եւ մադուրներ կան, ուր Սուրբ Հաղորդության երկրպագությունը 24 ժամ 365 օր շարունակաբար տեղի է ունենում։ Եվ այդ ժողովրդապետությունների մեջը, այդ շրջանակների մեջը չեք կրնար երևակայել այդ փոփոխությունը, որ տեղի է ունենում։ Հազարեն ավելի, հազարեն շատ ավելի եկեղեցիներ եւ մադուրներ կան։ Երանի կարողանայինք այդպես մի բան նաև ունենալ Հայաստանի մեջը, Ռուսաստանի մեջը, Վրաստանի մեջը, բայց դժբախտաբար մեր հայ քահանաները միան հայ քահանան մեկ հոգի չէ, բայց երկու հոգի գիտեմ, որ կարևորություն կուտան Սուրբ Հաղորդության երկրպագության, մեկը Տեր-Հովսեփն է եւ մյուսը բան Հայր Պետրոսն է։ Հայր Հովհաննեսի մասին տեղեկություն չունիմ։ Գրնալալ որ ինքնալ բանն է, բայց իր մասին ես տեղեկություն չունիմ։ Բայց գիտեմ մյուս երկուսը, որ Սուրբ Հաղորդության երկրպագության համար հատուկ սեր ունին եւ ուզենային, որ շատ մարդիկ Սուրբ Հաղորդության Վարդապետ ջան, մենք էլ չորեքշաբթի օրերը հատուկ կես ժամ ունենք, արդեն ամեն չորեքշաբթի որոշում ենք, բայց բան չկա, այդ կարգի ծես չունի հայ կաթողիկ եկեղեցին նման արարողության, որքանով ես հասկացա, ընտրովի էր այդ լատիններն ավելի համակարգված են, ավելի ծեսի մեջ են, չէ՞։ Այդ տեղերը, որ 24 ժամ բան գա, երկրպագություն գա, տարբեր մարդիկ, տարբեր ժամերին գկան եւ 20 րոպե, կես ժամ, 1 ժամ, 2 ժամ, ամեն մեկ ուզածին չափ լրություն է, լրությամբ նստում է։ Դնելու ես նկատի ունեմ ճարագայթը լատինները սիրուն ծես ունեն, բերել, դնել խորանի վրա, սեղանի վրա, հետո հանել այդ խոսքերը մեր կարգով որքանով հասկացա, մենք չունենք այդ նման ունենք, ինչպես չունենք, ունենք Կարինե ջան, ունենք Ունենք աղոթքներով Տեր-Հովսեփից մենք մի քանի օր առաջ արել ենք Խազանջիում, շատ կարևոր էր, ես լրիվ զգացի, թե ինչ կարևորություն կա Սուրբ Հաղորդության երկրպագության մեջ։ Մենք որ փոքր ենք եկեղեցի ծաղալ պիլայում գնում ենք Հայր Անատոլին այն ժամանակ ամեն օր անում էր այդ ճառագայթի արարողությունը Սիրտ Հիսուսի շատ սիրուն էր։ Սիրտ Հիսուսի արարողությունը դարբեր է, Սուրբ Հաղորդությունը ճաճանչի մեջ դնել, երկրպագություն անել մի բան է, բայց նաև եկեղեցի երտալ որևէ մի ժամ օրվա մեջը, ուր որ կա Սուրբ Հաղորդությունը, այսինքն կա հոնդեղ մի լույս, որ վարված է, որ ցույց կտա, որ Սուրբ Հաղորդությունը ներկա է տաբանակին մեջը, հոնդեղը նստիլ 10 րոպե, 15 րոպե, 1 ժամ, ինչ որ ալվոր կամ որ կուզես, հոնդեղը երկրպագություն ունել, չափազանց գեղեցիկ բան է։ Լավ, հիմա կանք այսօրվա դոնին։ Լատիների համար այսօր Սուրբ Սրտի դոնն է։ Վաղը Աստվածամոր անարատ սրտի տոնն է։ Ուրեմն, այսօրվա մասին։ Սուրբ Սիրտը միշտ եղած է եկեղեցու մեջը կարևոր մի բան եւ կարևոր ջերմերանդություն։ Մենք միշտ ունեցել ենք ջերմերանդություն Սուրբ Սրտի համար, որովհետև
Սա սկսվում է Հովանես Արաքյալի կողմից։ Եվ ամենակարևոր գեդերեն մեկը, որ մենք աս ամեն ավելի լավ հասկանանք, այն է, որ հասկանանք սիրտը ինչ է։ Այսօր ընդհանրապես, երբ որ մարդիկ խոսում են սրտի մասին, սիրտը զգացումների կենտրոնն է, բայց սխալ է, ծայր սխալ է։ Նույնիսկ մեր խոսակցության մեջ է։ Այն ժամանակ, որտեղ են սկսեմ, այն ժամանակ սիրտը ոչ թե զգացումի կենտրոնն էր, այլ մարդու էության կենտրոնն էր։ Այսօր ևս, երբ որ մեկը պիտի կաչալերես, ինչ կսես։ Սրտիդ մեռնեմ։ Բայց սրտիդ մեռնեմ, երբ որ գասես, հոնդե արդեն սկացական է։ Սիրտդ բինտ բահ է։ Սիրտդ լեմ պահ է։ Ինչպես։ Սիրտդ լեմ պահ է։ Ճիշտ է։ Լայն պահիր։ Լայն ալդարբեր է։ Բինտ, ուժեղ, որովհետև սիրտը հին ժամանակ Աստվածաշունչի մեջ է, սիրտը կենտրոնն է մեր կամքին եւ ոչ զգացումին։ Որովհետև զգացումը կփոխվի։ Այսօր մի գերմ կզգաս, վաղը ուրիշ, բայց կամքը սիրտը բինտ բահ է, կարճիր քու որոշումիդ։ Երբ որ կամուսնանաս, կարճիր որոշումիդ, ոչ թե զգացումիդ, այդ զգացումը պիտի գնա, կամքը պիտի մնա։ Եթե Հիսուս մեզ սիրեց իր կամքով եւ ոչ թե իր զգացումով։ Սա է չափազանց կարևոր կետը մեր հավատքին։ Ուրեմն, երբ որ կխոսենք Հիսուսի սրտի մասին, հոն շատ բաներ կա եւ շատ երկար կարելի է խոսալ այս ամենի մասին։ Եվ ասեմ, ուրեմն սիրտը դեսնում ենք խաչյալ Հիսուս, որ ավասիկ քեղարտով իր կողքը բացվում է եւ իր սրտից հոսում է ջուր եւ արյուն։ Եվ եկեղեցու հայրերը առաջին օրվան է հոն դեսնում են Հիսուսի սիրո արտահայտությունը մի սեր, որ իրեն դարավ իր կամքը, որ իրեն դարավ մինչև մահ հնազանդվելով հոր Աստծուն մեր բրգության համար եւ այդ արյունը, որ դուրս եկավ իր սրտից, այդ արյունն է, որ լված մեր բոլոր մեղքերը։ Իսկ ջուրը, ինչպես որ եկեղեցու առաջին հայրերը իսկ մեզ սովորեցնում են եւ ասում են, այդ ջուրը մգրտության նշանն է։ Եվ մգրտությունը ինչ է։ Նորեն լվանում է մեր մեղքերը։ Մեր մեղքերի մաքրությունն է, մեզ մաքրում է։ Եվ այդ ջուրը, որ մաքրում է, նաև կարդում ենք Եզեկիել մարգարեի մոդը, որ Աստված ասում է մարգարեի բերանով, ես ձեր վրա ջուր պիտի սրբրեմ, որպեսզի ամբողջությամբ մաքրվեք։ Նաև երբ որ կարդում ենք եւ Եզեկիել մարգարեի մոդը եւ կարդում ենք Երեմիա մարգարեի մոդը սրտի մասին, որ Աստված ասում է, ես ձեր քարեղեն սրտերը պիտի հանեմ եւ դեղը մարդկային սիրտ պիտի տնեմ։ Եվ Երեմիա մարգարեին կողը նաև ասում է, որ այդ սրտի վրա
քրված պիտի լինի Աստծո ցանկի օրենքները։ Ուրեմն Հիսուսի սիրտն է, որ բոլոր մարդկության դալիս է մարդկային սիրտը, սիրո սիրտը, որ կամքի վրա հիմնված մի սիրտ է եւ ոչ թե զգացումի, սիրում է կամքով եւ ոչ թե զգացումով։ Սա նորեն եւ նորեն պետք է մտածենք եւ երբ որ ես ասում եմ Հիսուսին, իմ սիրում եմ քեզ, իմ սիրում եմ ասելը դատարկ խոսք է։ Դատարկ խոսք է։ Երբ որ ես կասեմ սիրում եմ քեզ Հիսուսին, սա որբեսի իրական մի բան լինի, որքանով ես իմ շրջանագիս մեջը օգնում եմ ուրիշներին։ Եվ այդ օգնությունը, որ ես պիտի դամ ուրիշներին, միշտ տրամական օգնություն չէ։ Եվ այսօր ամենաթանկը, որ մենք ունենք, անշուշտ մեր ժամանակն է։ Որքան մենք պատրաստ ենք մեր ժամանակից տալ ուրիշին, որքան մենք պատրաստ ենք լսել ուրիշի խնդիրները, համբերությամբ։ Հոս է, որ կարող եմ ես ցույց տալ, որքան ես սիրում եմ։ Եվ հասկի առաջ քանի անգամ ասել եմ, եւ քանի անգամ պիտի կրկնեմ, ես կարող եմ տալ առանց սիրելու, բայց չեմ կարող սիրել առանց տալու։ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ տվեց իր միածին որդին։ Հիսուս այնքան սիրեց մեզ, որ տվեց իր կյանքը։ Ինչպես որ վերջին ընտրիքի ժամանակ ասում է, ավելի մեծ սեր չի գա, որ մեկը տա իր կյանքը այդ անձերի համար, որոնց ինքը սիրում է։ Սերը զգացում չէ։ Սիրում եմ քեզ, այո, պիտի ասենք եւ նորեն պիտի ասենք Հիսուսին, սիրում եմ քեզ։ Բայց այդ սերը, որ մենք խոսում ենք, չպիտի լինի բառեր, որ ասում ենք Հիսուսին, այլ այդ բառերը գեղեցիկ բառերը, որ մենք պիտի ասենք մեր եղբայրներին եւ քույրերին։ Որքան դժվար է, հոստեղ մենք կարող ենք նստել եւ երկար խոսալ, գեղեցիկ բառեր գործածենք ինչ, բայց երբ որ դանն ես, երբ որ աշխատանքի տեղ ես, երբ որ ուր որ ես, որքան դժվար է այդ մարդկանց հետ, որ ամեն օր շփումի մեջ ես, այդ անձիկը, որ քեզ չվայնացնում են, նեղացնում են եւ ինչ, ժամանակ դրամատրես իրենց, ժպտաս իրենց եւ աղոթես իրենց համար։ Սա է մի բան, որ մենք կգարտանք եւ կանցնենք, երբ որ գարտանք Գործ Կարաքելոցի առաջին գլուխները, որ հոնդեղը մարդիկ դրամի մասին ոչ ալ կմտածեին, իրենց դրամը կբերեին եւ բոլորին կբաժնեին։ Ոյև մեկ կարիքա, որ մարդ չի գար իրենց մեջը։ Այս ամենը, երբ որ ասելով սկսենք մտածել, հասկանանք, որ որքան դժվար է Հիսուսին ասել, որ սիրում եմ քեզ։ Դատարկ խոսք չէ, զգացում չէ, որքանով ես իրապես պատրաստ եմ համբերություն ցույց տալ եւ նաեւ երբ որ մտածելու եմ նույնիսկ նյութականի մասին, Սուրբ Հակոբոս ինչ է ասում։ Ասում է, եթե երկու շաբիկ ունիս, եւ մեկը դուր ընկերոջդ, բարեկամդ։ Սա կարելի է որ այսօր ասենք, որ բարացիորեն հնարավոր չէ,
եւ նաեւ 52 տարվա մեջը իմ կանայությանս քանի անցիկ որ եկել են չափազանց չնչին մի բան դվել են եկեցին եւ ինձ ասել են այդ այրի գնոջ լուման հաշվե ժպտացել եմ որովհետեւ չեն հասկանալ այդ ինչ որ Հիսուս ասում է այդ կինը իր չունեցածը այդ ինչ որ են պետք է որ ապրի հանեց եւ դվավ տաճարին իսկ տուն ավելորդի որ տալիս ես քանի օքի գճանչեք որ երբ որ դալիս է եկեցուն երբ որ դալիս է աղկադին ինքն իրեն մի բանից զրգում է որ անի ինձ պատասխան մի դակ դուք ցեզի թող մնա բացեր պատասխանները բայց մտածեք կյանքիս մեջ է 52 տարվա կանայությանս մեջ է 2-3 հոգի հանդիպել եմ որ իրենք իրենց եւ այդ 2-3 հոգին մեջ մեկը դա Հայաստան է Գյումրի է ինքն իրեն շատ բաներից զրգում է ուրիշին օգնելու համար բայց մնացած բոլորը ավելորդի ծևոր գտան ուրեմն այսօր տանեցինք Իսուսի սուրբ սիրտը այս սիրտը որ մեզ սիրում է կամքով եւ իմ խնդրանքս ինձ համար որովհետեւ չեմ գնա ուրիշների համար խնդրել ինձ համար ինչ որ խնդրած եմ ես այնը որ ես կարողանամ սիրել ամենաառաջ այսօր իմ ամբողջ աղոթքս այն էր որ Աստված սիրտս մեծացնե որպես ես կարողանամ իր սերը ընդունել ավելի շատ եւ երբ որ կարողանամ այդ սերը ընդունել եւ ես եւս պատրաստ կլինեմ այդ սերը դարձելու ուրիշների Okay հիմա հարցում եք Հայր Անտոն, իմ մոտ մի հարց առաջացավ, երբ որ մահացու մեղքերից ենք խոսում, իսկ երբ որ մարդը մեկը մեկին չի կամենում ու մեկը պատճառ ունի, որ չի կամենում, կամ մեկն էլ առանց պատճառ պարզապես չի կամենում, հանդիպում են այդպիսի մարդիկ, այդ մեղքերը մահացու են։ Այսօր մենք պետք է աշխատենք հասկանալ ինչ կնշանակի սիրել։ Սիրել չի նշանակել, որ ես պետք է ունենամ միայն բան սպեսիալ զգացական կետնի վրա լավ զգացումներ այդ մարդի մասին։ Ասկի առաջ ասել եմ նորեն գրտնեմ Սրբույթ Տերեզան Լիզիոյի Ֆրանսիայի 24 տարեկան մահացողը ուրեմն ինքը իր քրքին մեջը անցա երբ որ ինքը իր ասական բանը կյանքը կրում է հան կրում է ասում է որ ոնդեղը մի մայրաբեդ կար իրենց վանքին մեջը որ ամեն մի շարժուծև այդ մայրաբեդին իրեն չայնացնում էր Okay սա սուրբի գործ է չեմ կարծել որ ես պիտի կարողանայի անի անել բայց երբ որ այդ մայրաբեդը խոսում է այդ Սուրբույթ Տերեզայի մասին Սուրբույթ Տերեզանից մահից հետո ասում է որ Սուրբույթ Տերեզան այնքան սեր
ցույց կուտար ինձ, որ իր հարազատ քույրերը, որովհետև նույն վանքի մեջ ինք երկու հարազատ քույր ուներ, իր հարազատ քույրերը գսե գնախանցեին, որ ինձ այնքան շատ սիրում են։ Բայց մյուս կամեն Սրբի Տերեզան գսե ամեն շարժու ցևը այդ Մարիամին ինձ կճղայնացներ։ Չեր ամենար ֆիզիկապես բան կետնի վրա աշխարհի կետնի վրա նորեդ բամուչուներ, բայց ամեն ինչ կներ անոր ցույց տալու աստվածային սեր։ Եթե չի կարողանամ անել, ցաներ մեղք չէ, բայց որքան կցանկանայի, որ ես կարողանայի ավելի շատ սեր ցույց տալ այդպես անցած, որ ինձ շահնացնում են։ Եվ խնդրեմ Աստծուց, որ ինձ օգնի։ Բայց մեկը որ մինչև վերջը ինձ նեղացնում է, ես կարիք չունեմ, ես իրեն հետ հարաբերության մեջ լինելու։ Մինչև ես պնդրեմ, որ իր հետը լինեմ, ոչ։ Բարև Աստծո, բարև վերջացավ։ Ուրիշ հարց։ Մի հարց կարելի է։ Տեսեք, դուք ասեցիք, որ եւ ճիշտ էր դա, որ սուտը մեղք է, չէ՞, սուտ խոսելը մեղք է։ Բայց կյանքում կարող է այնպիսի իրավիճակ լինել, որ սուտը կյանք ու ընտանիք փրկի։ Չեմ հավատար։ Հիմա ես փոքրիկ օրինակ բերեմ, հա, կյանքի։ Կներես չեմ ուզել լապանել, միան գասեմ, որ ես ջերմակ սուտը, փրկող սուտը չեմ հավատար։ Եվ ասիկա է, որ կսորվեցնեմ որպես վարտաբեդ։ Ու վсё։ Հասկացա։ Ես անիկա չեմ ընդունել։ Ով որ գուզե թողալա։ Մանկութենես ես հակառակ եղած եմ այդպիսի մեկնաբանության, որովհետև ինձ սորվեցնողները այդպես սորվեցին մանկութենես։ Okay, եթե ուրիշ հարց չկա, բարի գիշեր ասեմ ձեր բոլորին։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Վարդապետ ջան։ Բարի գիշեր բոլորին։ Բարի գիշեր։